Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես ոչ թե տուժել եմ Հելոբիտից, այլ ֆրանսիական բանկի կողմից վարկ տրամադրելու համար խոստացել էին, որ 0.3%-ով վարկ են տրամադրում ու փոխանցումներ պիտի կատարեն, որ մեզ տան այդ 8 միլիոն վարկ էի գրել, որ ստանամ։ Ու պահանջեցին գումարներ, որ փոխանցումներ անենք, որպեսզի այդ վարկը լինի, մեզ տրամադրեն։ Եթե կասկածներ առաջանային փոխանցեի, չէի փոխանցի։ Կասկածներ առաջացավ այն ժամանակ, որ վերջի փոխանցման համար մեզ գրեցին, զանգեցին, որ փոխանցեք եւս $1200 ամբողջ վարկը մարելու համար, որ մի տարվա վարկը, որ իմանանք, որ չեք խաբում մեզ, վարկը ստանալուց հետո մարումներ կանեք։ Հետո զարմացա, ասի, ես որ վարկ չեմ ստացել, ինչ մարումներ անեմ։ Պիտի վարկը տրամադրենք, որ ես մարում կատարեմ, ու այդտեղ նոր հասկացեմ, որ մեզ արդեն խաբում են, բայց արդեն փոխանցել էի 2.300.000, ասենք ամեն 5 օրը մեկ, 10 օրը մեկ պահանջում էին 300.000, 800.000, 700.000, այդ ձև փոխանցումներս ընդհանուրը կազմեց 2.300.000։ Հետո բարբերաբար մեկնաբանություններ ենք ստանում, թե որտեղից այդ գումարը ձեզ որ փոխանցել եք։ Վարկ եմ վերցրել, որ 8 միլիոն վարկ վերցնեի, բարձր էր տոկոսները վարկի, ես ուզում էի 3%-ով վերցնեի, որ ես վարկերս փակեի, մի քիչ բարձր տոկոսներով էր 28-30%-ով վարկեր ունեի, հետո ոսկեի դրել բանկը վերցրել էի, որ փոխանցել էի, որ այդպիսի ստանայի 8 միլիոնը, որ փակեի իմ վարկերը, գոնե 3%-ով մարեի վարկը, որովհետև չէինք կարողանում, հնարավորություն չունեինք։ Այդ ձևել խաբեցին վերջի գումարը, որ պահանջեցին արդեն $1200, արդեն հասկացա, որ էսի որ վարկ չեմ ստացել, ոնց վարկ մարում կատարեմ։ Ու ես իրանց հետ խոսացի, որ ախա ես վարկ չեմ ստացել, բա ասեց էդի վերջի փոխանցումն է, պիտի անեք 20 րոպեից ձեր գումարը կնստի ձեր հաշվեհամարի վրա։ Ու տվյալներ էին պահանջել, տան գրքույկ էին պահանջել, ամբողջ այդ դոկումենտները, հա, հայերեն, մաքուր հայերեն։ Իրանք ուրիշ լեզվով չէին խոսում, որ ուզում էինք անգլերեն գրեինք էլ սապշենյով, ասում էին չէ, մեր հետ անգլերեն ոչ մի բան մի խոսացել։ Մարինեի հետ եք ինչ-որ պատմել։ Այո, Մարինեի հետ Մարինեն ասեց, որ ես ստացել եմ արխային վերցրու, ես $20,000 վերցրել եմ, տուն եմ առել, արխային մուծի, չեն խաբում։ Մարինեն ուր է հիմա։ Չգիտեմ, կանչեցին քնչական հարցաքննելու, ինքը լրիվ հրաժարվեց, ասի դու ես իմ հետ խոսացել, տարամադրում են այդ վարկը, բա ես չեմ էլ ասի, բա քո հեռախոսի համարը իմ մոտ ինչ գործ ունի, մի քանի անգամ եմ զանգել, ոչ թե մի անգամ, որ կապնվել են քո հետ, դու ասել ես, հա, տիկին ազնիվ արխային մուծի, ես ստացել եմ, տուն եմ առել, կարամ դոկումենտները քեզ ցույց տամ, ու տենց էլ չերևաց։ Դե ես էլ համոզվեցի, որ իրոք ստացել է, ֆրանսիական բանկի կողմից տրամադրում են, կանի ես էլ էլի վերցնեմ, որ վարկերս մարեմ։ Ու տենց խաբելով ես այդքան տուժվեցի ու կորան անհայտ փողոցությամբ էլ ոչ զանգեցին, ոչ գրեցին, ոչ մի բան։ Իրանք սայթից դուրս եկան ու կոտրել էին իմ Facebook-ը, ամեն ինչը ու տենց անհայտացան։ Չգիտեմ, Ինչ սպասելիքներ ունեք։ Սպասելիքներ ունենք, որ արդարությունը կհաղթի, մեր գումարները կվերադարձնեն ու այդ ամբողջ հանցագործության խումբը գոնե կբռնեն, կվերացնեն, թե չէ օրեցօր ավելանում է հանցախումբը, օրեցօր խաբվածների խումբը, որ ինչքան ֆինանսական տուժեր են կրում։ Դե որպես Հայաստանի քաղաքացի մենք էլ իրավունքներ ունենք, մեր իրավունքները պաշտպանելու, արդարությունը հաղթելու։ Այդ իրավունքով, դրանով բան ենք, համոզված ենք էլի, որ կվերադարձնեն մեր գումարները, մեր պայքարը դրա համար է, որ վերադարձնեն մեր գումարները ու հանցախմբերին ձերբակալեն, այս հանցախմբերը վերանան։